Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, համացանցի հետևորդներ, Վահան։ Ողջույն Դավիթ, ողջույն մեզ հետևող մարդիկ։ Շարունակվում են մեր մայիսյան մոսկովյան բացահայտումները եւ այսօր ուղևորվում ենք Մոսկվայի կենտրոնից բավականին հեռու, մոտ 60 կիլոմետր։ Ահա։ Եվ այնտեղ մեզ սպասում են Մուշեղ եւ Կարինե Վարդանյանները։ Մուշկարան։ Այո, Մուշկարա։ Մուշեղը քանդակագործ է, Կարինեն ֆուդբլոգեր։ Կարծում եմ բավականին հետաքրքիր բացահայտումներ են սպասվում, որովհետև տունը խոստումնալից էր համենայն դեպս համացանցով հետևելուց։ Սիրելով Instagram-յան էջը եւ հասկանալով, որ ամբողջը Մուշեղի ձեռքի գործն է, կարծում եմ հեռուստադիտողները հետաքրքիր դրվագներ իրենց համար կորսան։ Վստահաբար։ Գնացինք, խցանումներով կարծում եմ մոտ 2 ժամ կտևի։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Շիրակավյա, հարմարավետություն, հուսալիություն և ջերմ մթնոլորտ յուրաքանչյուր չվերթի ժամանակ։ Բարձրակարգ եւ հատընտիր ձավարեղեն Մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Բարև ձեզ։ Ողջույն Մուշեղ, ողջույն Կարինեն, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում քաղաք Մոսկվա։ Համեցեք։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, համեցեք ներսը կխոսենք։ Մինչ ներս համենալը խնդրում եմ ներկայացնել Մոսկվայի որ թաղամասում ենք մենք այս պահին գտնվում։ Մենք գտնվում ենք Մոսկվայի հյուսիսային կողմերում։ Թաղամասը ավելի շուտ ներկայացնենք, որ օդանավակայան Շերեմետյևը, Պուշկինի անվան, կողքի քաղաքն է, մոտիկ շատ։ Անունը Լոբնյա, ճակատ։ Մենք էլ որի մոծով ճակատը։ Մենք էլ թաղամասն է, սեփական մասնավոր տների թաղամասն է։ Քանի որ խոսեցիք օդանավակայանից, ես ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր ուղևորությունը հոգացել է Շիրակ ավիաընկերությունը, ով իրականացնում է դեպի Ռուսաստանի Դաշնություն կանոնավոր չվերթեր եւ տեղեկ եմ, որ դուք նույնպես շատ եք ճամփորդում, հատկապես Հայաստան եք հաճախ գալիս։ Ինչ պատահեց։ Որ փակվան մնալու։ Այնպես որ բոլոր մանրամասների համար կարող եք մուտք գործել Շիրակ ավիա.am կայք եւ այնտեղ ծանոթանալ մոտակա թռիչքներին։ Եվ կարող եմ ավելացնել, որ միակ կամպանիա ոնց է հայերեն ընկերություն։ Միայն միակ ընկերությունն է, որը որ միշտ օգնություն է կատարում մեր հայ ազգի համար։ Հրաշալի է, որ տեղեկացված եք, այ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի համենանք, ինչպես դուք էիք ասում։ Այո։ Դե գնացինք։ Համենանքներ։ Որքան ժամանակ է, որ բնակվում եք այստեղ։ Ընդհանրապես Լոբնյայում թե տանը։ Լոբնյայում եւ տանը։ Լոբնյայում մենք բնակվում ենք 95 թվից։ Իսկ այս տանը։ Այս տանը երևի 5-րդ տարին, չէ՞։ 5-րդ տարի։ Այսինքն 30 տարի արդեն Մոսկվայում ենք, 5 տարի այս տանն ենք։ 5 տարի այս տանն ենք ապրում։ Տունը գնել եք հենց այսպես կառուցված, թե հողամասը գնել եք եւ հողամասը գնել ենք, Արման ջան, Վահան ջան, ներողություն։ 2-0։ Հա, 2-0։ Տունը գնել ենք հողը։ Հողը շատ հետաքրքիր ձևով են գնել։ Սկզբից տիրոջ հետ պայմանավորվել էինք, հետաքրքիր գիներ շատ են ժամանակ։ Հա, տերը հրեա էր։ Ասեց պայմանավորանք, всё, ու ինքը գնաց, ես կզանգեմ, ես այրան ներկա առաջարկեցի այսի արի քեզ փող տամ մի քիչ, որ դու 100%-ով համոզված լինես, որ այս հողը մենք գնում ենք։ Չէ, ոչ մի բան պետք չի ու գնաց կորավ։ 4 ամիս անցավ այդ դեպքից, ես արդեն մենք ուրիշ հող էինք ճարել, որ այդտեղ պետք է գնայինք։ Զանգեց, բա այդ հողը ուզում ես, ասի հա ուզում եմ, ոչ չեմ ուզում, բայց ասում եմ հիմա գինը մի քիչ փոխվել է։ Ասի դե լավ, ոչինչ ասում եմ, որտե փոխվել է, ասենք շատ մեծ գումարների հետ չէ կապված, ասի համաձայն ենք, արի բան անենք։ Եկավ այդ հարցերը լուծեցինք ու
Դրանից հետո այս տների գները, հողերը ահավոր միանգամից մի ամսվա ընթացքում մի հատ թռիչք։ Զանգել է ինձ այս որ առաջ վաճառում էր, ասում տեսար ինչ եղավ։ Ասի ես մեղավոր չեմ դրանում։ Գնացինք մոր։ Գնացինք։ Մրսում եք։ Կխնդրեմ շատ արագ շրջայց կատարենք տան շուրջը, որովհետև ես գիտեմ, որ ձեր տունը դրսի հատվածից կարելի է անվանել թանգարան բաց երկնքի տակ, եւ եթե չեմ սխալվում, այս ամբողջ դիզայնի եւ նախագծի հեղինակը Մուշեղ հենց դուք եք եւ այստեղ արդեն բացվում է տեսարան դեպի Սարդարապատի հուշահամալիր։ Պատմեք այս պատմությունը, ինչպես Սրա պատմությունը պատմեմ, ես ուրեմն իմ որդուս տղայիս ցանկությամբ ինքը ուզում էր այս պատերի վրա Սասունցի Դավիթը ներկայացրել, ասում պապ կարանք Սասունցի Դավիթ անենք։ Ասի ախպեր, ասի Սասունցի Դավիթի տեղ չունենք, որտեղ շատ փոքր է, բայց ասի ճակատամարտի Սարդարապատի ցլերի համար հենց այս պատը շատ հարմար է։ Ասի տենց անենք։ Ու Սարդարապատը սենց ստացավ։ Կարինե, դուք ողջունում եք այն բոլոր լուծումները, որոնք որ տեղ են գտել տան դրսում, ներսում։ Իմիջայլոց ասեմ, որ մենք շինարարության ժամանակ ունեինք ընդհանուր խումբ ընտանիքի անդամներով։ Բոլորը միասին որոշում էին։ Ինչ որ մեկը եթե մի միտք էր ուղարկում այդ խումբի մեջ, բոլորիս միտքը համընկնում էր իրար, այնպես որ շատ ուրախ եմ։ Շարունակենք շրջայցը եւ ինչպես հասկանում եմ, հասնում ենք ամառային խոհանոցի հատված, ճիշտ է։ Այո։ Բայց բացի այդ, այնտեղ մանկական խաղահրապարակ, սա ում համար է, ով է հեղինակը այս ամենի։ Եվ մանկական հրապարակը սա կառուցվել է Թորնիկիս համար առաջինը, Մուշի համար։ Ձեր անվանակիցն է ձեր Թորնիկը։ Ուրեմն սկզբից մենք ունեինք հորի վրա է սա կառուցված։ Սկզբից տունը սարքեցինք իր այդ միասին։ Մուշը սա մեջը աշխատել է գործ արել։ Հետո նավը ավելացավ, հետո ինքնաթիռը, Սավառնակը վերջում դարձավ այս ձևի մի հատ կոմպլեքս։ Ամեն անգամ ինքը գալիս է այստեղ, երբ որ ստեղ ալնում, ինքը խաղում է իրանն, այնտեղ բարձրանում է ֆենաբորդ, в общем։ Կարինե, առհասարակ ընդունված է, որ տղամարդիկ այս ամենը կառուցում են եւ քաշվում են մի կողմ, հետո խնամքի հարցը վստահվում է կանանց։ Ձեր տանը նույնպես այդպես այս ամբողջ ահռելի տարածքի մաքրության եւ խնամքի հարցը ձեզ է վստահված։ Տանը ինչ որ տան հետ է կախված, ինձ է վստահված, ներսը, դուրսը ամուսնուսն է։ Դուրսը իմն է։ Բարեկամներ, բավականին քամոտ եղանակ է, եթե դեմ չեք, անցնենք տան ներսի հատվածը մի պահ։ Կխնդրեմ, ուղղակի մուտք գործենք։ Ոնց նկարի թնդանոթները կրակում են։ Թնդանոթները կրակում են նույնիսկ։ Նավի վրայի թնդանոթները կրակում են իսկական։ Իսկ ինչպես։ Կարապ կրակեմ հայ։ Դե լավ, եկեք առանց կրակոցների։ Կխնդրեմ անցնենք նաև այս հատված, որը եթե չեմ սխալվում, լողավազանի հատվածն է, ճիշտ է։ Այս հատվածն էլ նկարահանենք, հետո դադարեցնենք նկարահանումը եւ սկսենք արդեն տան հատվածը բացահայտել մեր հեռուստադիտողների համար։ Մուշեղ, դուք եք կրկին այս ամենի հեղինակը, այո։ Մենակ չէ, իմ ամեն ինչ որ ներկայացված է, ինչ որ անցեք։ Շնորհակալություն։ Տղաս, կինս, աղջիկս։ Գործող լողավազան, դրսում, եթե չեմ սխալվում, մոտավորապես 10 աստիճան է, իսկ ներսում համարյա 30 աստիճան է։ Մալիբու, իրոք որ Մալիբու։ Ովքեր են լինում ձեր հյուրերն այստեղ, թե հիմնականում սա ձեր գործունեության հատվածն է, Կարինե։ Շատ։ Մեր ընկերները, մեր հարազատները պարտադիր շաբաթը մեկ անգամ հավաքվում ենք։ Բոլոր այն մարդիկ, ովքեր հետևում են ձեզ, վստահ եմ այս տարածքը նրանց համար շատ ծանոթ է։ Շատ, հա, ծանոթ է, բայց դեռ աշխատանքային տարածք չի եղել, բայց մտքումս կա։ Դե, եթե դեմ չեք, նկարահանումները շարունակենք արդեն ձեր տան հատվածում։ Գնացինք։ Գործող է սաունան։ Այո, իհարկե։ Եվ այսպես, բարեկամներ, մենք գտնվում ենք ձեր տանը եւ միանգամից ամեն ինչ հուշում է, որ մենք գտնվում ենք հայկական ընտանիքում, որովհետեւ հենց միջանցքում սրբապատկերներ նույնիսկ այս ամենի հեղինակը նույնպես դուք եք Մուշեղ, թե սա նվեր է։ Սրանք Կարինեի ընկերուհիս նվիրը, նվերներ են։ նվերներ են։
Ճիշտն ասած, երբ առաջին անգամ ես լսեցի ձեր nickname-ը, այսպես ասած գրական կեղծանունը, ինձ թվում էր, որ մենք նկարահանում ենք ոչ թե կնոջ, այլ տղամարդու, որովհետև մուժ կառա, իսկ հիմա մուշ կառա պարզվեց։ Պատմեք այս պատմությունը։ Մուշեղ ամուսնուս անունն է, Կարինե իմը, կրճատ։ Կրճատ տենց։ Սկիզբը իրենն է, շարունակությունը իմը։ Կարինե, ինչպես որոշեցիք դառնալ բլոգեր։ Ճիշտն ասած, Մոսկվայում մոտ 20 տարի առաջ ունեցել եմ գեղեցկության սրահներ։ Պանդեմիայի ժամանակ որոշեցի, որ դռները պիտի փակվի, որովհետև հաճախորդները քչացել էին եւ ընթացքում գործ էի ման գալիս, աղջիկս ինքն էլ է բլոգեր, բժշկուհի, ասեց կոմոդ քանի որ լավ է ստացվում էսթետիկորեն մատուցումը, մամ պատրաստի, տեղադրի, ես ինստիտուտից կգամ, կտեղադրեմ։ Ու տենց մոտավորապես մի ամիս ես ինքս սարքել եմ, նկարել եմ, ամեն ինչը ինքը մոնտաժն արել է, տեղադրել է եւ հասկացա, որ ես էլ ունեմ հետևորդներ։ Ու այդպես դարձա բլոգեր։ Հիմա բացի բլոգինգից ուրիշ ինչով եք զբաղվում։ Ներկայությամբ զբաղվում եմ վոկալով։ Վոկալով։ Այո։ Իմ մանկության երազանքներից մեկն է։ Այսինքն ձեզ օրերից մի օր կարող է տեսնենք բեմում, ինչ-որ տեսահոլովակի պրեմիերա կարող է ունենաք։ Միգուցե։ Չի բացառվում։ Դուք ողջունում եք Մուշեղ։ Իհարկե, ամեն ձևով, երկու ձեռքով։ Դուք զբաղվում եք փայտի վերամշակմամբ, փայտի փորագրությամբ, խաչքարերի, երկաթ եւ ձեր տան ինտերիերի մեծ մասի հեղինակը դուք եք։ Հա։ Անմիջապես սեղանի վերևում տեսնում եմ եթե չեմ սխալվում, հավերժության նշանն է, չէ՞ սա։ Այո։ Հեղինակը կրկին դուք եք։ Դա, ես իմ հավաքածն է, ես եմ հավաքել իմ ձեռքերով։ Ну, արդեն կա, ինչ որ կա, այստեղ կամարները, ամեն ինչը տան մեջ, ներսի գործերը, բոլորն էլ, ասենք, մեր հեղինակությամբ, իմ մասնակցությամբ արված գործեր են։ Հետաքրքիր ձևով նաև քողարկել եք տաքացուցիչները, էլի հայկական նախշերով։ Մասիսը, արարատյան դաշտավայրը։ Կարինե, դուք այս պահին նաև հենց այս պահին իզուր պահեցիք հեռախոսը, ուզում էիք բլոգերությամբ զբաղվել կրկին։ Դուք նույնպես ունեք այդ ժամերը, որ այսօրը այս ժամին պետք է անել հրապարակում, այսին ժամին պետք չէ անել հրապարակում։ Ճիշտն ասած, ես մի քիչ, չգիտեմ հայերեն ոնց է այդ բառը սուիվերիայից հեռու մարդ եմ։ Սնահավատություն։ Սնահավատություն, ինձ երբ հարմար է, ես այդ ժամանակ տեղադրում եմ։ Պարզ է։ Մուշեղ կպատմեք այս խաղողի ողկույզի պատմությունը։ Ես որ սկսեցի այս աշճանների, մտածեցի ոնց պիտի արվի աշճանները, Հայաստանից որոշել էի հենց այս ձև, ասենք գնացել էի Հայաստան, էսի մեր բակում, այսինքն ես իմ մամայի հետ միասին այս խաղողը տնկել ենք, ինքը մեծացել է, մենք Հայաստանի տան դրսի բալկոնին բարձրացել էր մեծ անդալիս, ասենք, հետո որ չորացավ, էսի կտրվեց, ես որոշեցի, որ էսի պիտի բերեմ հետս Մոսկվա, այս ճյուղերը, բան ամեն ինչը Իրանն է։ Ու այս մուտքի սյունը, որ դրվավ, դրանից հետո մնացած որոշեցի, որ խաղողը պիտի աճի մինչև վերջ, բարձրանա մինչև 4-րդ հարկ, ու տենց աճեցրինք։ Ու ստացավ այս ձև աստիճանները։ Կարինե, հարմարվեցիք ռուսական իրականությանը, ռուսաստանյան իրականությանը։ Ճիշտ ասած, սկզբնական շրջանում շատ դժվար էր, սկզբի տարիները, որովհետև մենք ինտելեկտով շատ տարբեր ենք ռուսների հետ, բայց մոտ 4 տարի պայքարելուց հետո արդեն համակերպվեցինք, չեմ ստի, հիմա ես ինձ Հայաստանում հյուր եմ զգում, որովհետև արդեն 30 տարի այստեղ ապրելով առհասարակ անկախ նրանից որտեղ է քո տունը, տուն ես ցկտում։ Բայց որ գնում ենք Հայաստան, շատ լավ ենք զգում։ Հա, շատ լավ ենք զգում, Հայաստանում էլ ունենք տուն, շուտով երևի արդեն
ավելի հաճախ կգանք։ Բայց տեղափոխվելու եւ Հայաստանում հաստատվելու ծրագրեր կան։ Ճիշտ ասած, եթե սենց ավելի ճիշտ կասեմ, որտեղ որ մեր երեխաները ընդեղել մենք, եթե որոշեցին, որ կգնան Հայաստան ապրելու, մեծ սիրով։ Երեխաները ուր գնան, մենք էլ իրանց հետ։ Չունեն երեխաները, ինչպես հասկանում եմ, այդպիսի Հələ ծրագրեր։ որ չէ։ Սկիզբը ասա մուշ աստիճանների։ Աստիճանները սկիզբը Տերն ընդմես Ներքևը, հա, մոռացել էի ասել։ Ահա, Դավիթ, հետ վերադարձիր, խնդրում եմ, այստեղ ունենք եւս մեկ բան մեր հեռուստադիտողներին ցուցադրելու, ինչ է գրված։ Ներքևը ուրեմն գրված է Տերն ընդմես։ Այո։ Դե մենք որ քրիստոնյա ենք, մենք հավատքի մեջ շատ ենք, ասենք, ավելի շատ խորացած ենք երևի, ավելի շատ մոտիկ ենք կանգնած քրիստոնեությանը։ Կա այդ հասկացողությունը Տերն ընդմես, Տեր մեզ առաջ։ Դրա համար ես որոշեցի այստեղ գրեմ, ասենք, որ Տիրոջ աչքը քաղցր ունի։ Շատ բարի։ Շարունակենք ձեր բնակարանային բացահայտումները։ Տեղափոխվում ենք երկրորդ հարկ։ Ինչ սենյակներ են այնտեղ։ Ննջարան մեր երեխաների, թորնիկիս։ Թորնիկի անունը Մուշե։ Այո։ Իսկ ինչու Մուշե ոչ թե Մուշեղ։ Դե արդեն ջահելների ցանկությամբ իրանք որոշեցին, որ ասենք նորարարություն լինի անունների մեջ, դե ես տարբերություն չեմ գտնում, որ ասենք Մուշեղ կամ Մուշե, ինքը նույնն է, երեխան էլ թորնիկս էլ դրա հետ որ հանգած մուշ, մենք մուշը առաջ չեն գնում, մուշը կրճատված է ձեր։ Սա է ննջասենյակը։ Հա, այս է մեր Ում ննջասենյակն է սա։ տղայիս, որդուս, Ենոքի։ Ամենահետաքրքիր ձևավորումներից մեկը, որ երբևէ տեսել եմ մահճակալի համար, սա էս բեմահարթակն է, սա վստահ եմ էլի ձեր մտահաղացումն է։ Մեր միասին բոլորս ասենք իրանք ցույց տվեցին, ուզում ենք սենց, ես մի քիչ ավելի կոնկրետացրի, ասի սենց կարա լինի, հնարավորությամբ։ Ծանր է, չէ՞ բավականին։ Հա, փայտ է։ Ամբողջությամբ ոչ մի իլյուզիա չկա այստեղ։ Փայտ է, ինքը մասիվ, ասենք, փայտ է։ Իր քաշի մեջ, ծանրության մեջ նորմալ։ Ինչ դուռ է այդտեղ։ Սա լոգարանն է։ Կարելի է։ Իհարկե։ Կան այդտեղ աշխատանքներ, որոնք կրկին ձեզ են ամենտեղ էլ պատկանում։ աշխատանքներ կան։ Ձեր ձեռքին պատկանող։ Ահա, խնդրեմ։ Օ, հրաշալի էր ուղղակի, իսկ այս ամենը բնական է թե արհեստական։ Բնական, սա բնական է։ Իհարկե սա ես չեմ արել, ես արել եմ փայտային պահերը, սա իրանք պատվիրել են։ Իսկ ինչ մնացած փայտայինները ամբողջը մեր արածներն են։ Այսինքն սա ջրում եք ժամանակ։ Չէ, ինքը գիտես ոնց է, ինքը բնական, սա Մամուր։ Հա։ մամուրն է։ Ինքը ոնց որ ասած գլիցերինով Սնվում է։ սնված, ավելի շուտ ինքը ոնց որ գլիցերինով փակատն է, ինքը ասենք գլիցերինի մեջ ու ինքը դրսի հետ կապ չունի արդեն։ Ամեն ինչ ներսից սնուցվում է։ Պահածոյացրած վիճակ, ու ինքը չի չորանում։ Հետաքրքիր էր շատ։ Մուշեղ, ճիշտն ասած, բարձրանալիս չէի նկատել, բայց մի պահ շրջվեցի եւ տեսա, որ ճակատային հատվածում միջանցքի պատկերազարդում կա։ Հորովելն է։ Սա դուք եք հեղինակել, թե հատուկ վարպետներ են եկել եւ հեղինակել Ես են։ ու իմ ընկեր ունեմ, ես ասացի ճարտարապետ Մուրադ Իսրայելյանը Սևանից։ Մենք միասին ենք արել ես։ Ձերքի աշխատանք է։ Ձերքի աշխատանք, հա։ Ձերքի աշխատանք, ծեփած, սա հավաքած, վրան նկարած։ Եթե ուշադիր նայեք, կենթանիները մարդիկ բան են, չէ՞։ Ծեփած են։ Հետաքրքիր էր շատ, բարձրանալիս չէի նկատել, բայց արդեն հասկացա, բարձրանանք երրորդ հարկ։ Բարձրանանք։ Արեք մի հատ փոքրիկիս Շատ լավ, գնանք Թորնիկիս։ փոքրիկին։ Իմ թակավորի։ Ձեր անվանակիցն է ամեն դեպքում, ձեր վերաբերմունքը պարզ է։ Աշխարհի ամենահետաքրքիր հատակը, որ երբևէ հանդիպել էի,
Տպավորությունը որ թերթի վրայով ենք քայլում, բայց իրականում լամինատե հատակ է, ճիշտ է։ Նույնիսկ մարդիկ շփոթել են, մտածում են ասում ես թերթերը չեք մաքրել։ Հատակ ասենք բանից հետո, վերանորոգումից հետո թերթով բան արած։ Տերունական աղոթքը, բնականաբար ու թորնիկիս սիրած կենթաները շնաձկները։ Շնաձուկը մեկ էլ ստիչը, որ իրա ֆանա, ոնց որ ինքը ստիչի ֆանատելն է։ Իրա անունով էլ վերմակն է, մուշ է։ Հայկական տառերով, հայկական նկարազարդումներով հրաշալի է ուղղակի։ Այս մահճակալը կրկին դուք եք հեղինակել։ Իմ արածն է, ես եմ արել, այս հետևի պահարաններն էլ։ Մուշեղ ձեր պատվիրատուները այստեղ ովքեր են, հայերը թե ռուսները։ Դե գիտես ոնց Վահան ջան, հիմնականում հայերն են, որտեղ ասենք մեր ոչի մեջ հայկական, ասենք թեմաները ավելի շատ մեր հայերին են մոտիկ։ Պատահում են ռուսները շատ չէ, բայց պատահում են նույնպես, որ ասենք սիրում են ասես գործեր, բայց այդքան շատ չի, ինչքան որ մեր հայերն են։ Հասկանալի է։ Կան։ Գնանք առաջ։ Գնանք, այո, գնանք, տեղափոխվենք երրորդ հարկ, շատ տաք է ձեր տանը, նույնիսկ շատ շոկ է ձեր տանը։ Չես անջատել։ Չեք անջատել ջեռուցումը։ Անջատած է, բայց պրոստը որ բան է։ Դա մեր ջերմությունն է, Վահան ջան։ Ես միանշանակ չհասցրեցի նույնիսկ ինքս ասել, իրոք որ ձեզնից ջերմություն ու սեր է ճառագում։ Ուրեմն Դավիթ ջան, կարելի է չէ՞ մոտենալ։ Այստեղ մի հատ կարաս ասենք նկարես այս պահը, սա արդեն իմ թորանս պատվին գրած է իր անունը։ Իմը չէ՞ էլ, իմ համար չեմ գրել։ Վիճելի հարց է իհարկե դա, ձեր անունն է, թե ձեր անունը չէ։ Ուր հասանք։ Բարձրանում ենք մենք հիմա տանիքի տակ։ Ահա։ Ձեղնահարկ։ Որպես ինչ է ծառայում ձեզ այս սենյակը։ Դե մենք այստեղ ընդհանրապես պլանավորված էր, որ պիտի լինի հանգստի գոտի, հեռուստացույց, ինչ որ խմիչքներ, այստեղ դուրսագալի բալկոն, փողոցը։ Հնարավորություն ունենք։ Դուրս գալու հիմա չէ, բայց կարանք բացենք։ Որտեվ Դե լավ, եթե չի, դե չէ, չենք կարա իջնենք, բայց այդտեղից կարաս ասենք դուրսը նայես ընդհանուր։ Փորձենք ցուցադրել, թե ինչ տեսարան է բացվում այստեղից։ Օդը մաքուր է կարևորը ձեր թաղամասում։ Մենք գիտես ոնց հիմա մենք հյուսիսային կողմերում ենք Մոսկվայի, հյուսիսային կողմերը այդ արդյունաբերություն չկա։ Հյուսիսում մաքուր է, ավելի մաքուր է, քան թե հարավը Մոսկվայի։ Իդեպ գալուց մենք նկատեցինք, որ շատ ակտիվ ճանապարհաշինարարական աշխատանքներ էին ընթանում եւ կարծես թե նոր ճանապարհներ են կառուցվում։ Նոր ճանապարհներ են, հիմա օրինակ մեր քաղաքը արդեն գտնվում է երկու մեծ ճանապարհների տրանսպորտային հիմնականում դեպի Լենինգրադ գնացող ճանապարհը եւ դեպի Դմիտրովսկի շոսե, իհարկե ներողություն որ ռուսերեն, դրանց արանքում է գտնվում ու միացնող կետն է դառնում արդեն։ Մեր քաղաքի միջով անցնում է արդեն ճանապարհը, որը երկու մայրուղիները միացնում է իրար։ Բարեկամներ, հաղորդման այս հատվածում մենք պետք է մի պահ դադարեցնենք մեր նկարահանումները, կլինի գովազդ մեր եթերում, բայց մի րոպե, խնդրում եմ պատմել այս ամեն ինչի պատմությունը, չէ՞ էլ նկատել նույնիսկ։ Ինչու է կալպած պատը։ Սա ոնց որ ինչի է նման Վահան ջան։ Բացված գրքի թերթի։ Ոնց որ պատրված կախված լինի, ասենք սա հեղինակությունը իմ եղբայրս հետ, փոքր եղբայրս Սամսոնի հետ միասին, ասենք թեմաները մշակված ինքը ավելի շատ ասել այս բաներ։ Ինքը կարա փայտնել այս ծառի, դառնան թերթի նման հետաքրքիր բաներ անում եմ։ Իր հետ այդ պահը այստեղ արեցինք։ Շնորհակալություն, բարեկամներ, այս հատվածում հաղորդման արդեն մենք պետք է ունենանք կարճատև գովազդային դադար, որից հետո կվերադառնանք եւ արդեն զրույցի մեծ մասը կշարունակենք Կարինեի հետ, որովհետեւ դուք կարծես թե ներկայացրեցիք այն ամեն ինչ, որ պետք է ներկայացնել տղամարդկային տեսանկյունից։ Սուրճ խմում ենք, թե մենակ ձեր կամերայի մեջ է գովազդը։ Ոչ, խմում ենք մեր գործընկերոջ կողմից տրամադրված սուրճը։ Այո, գնացինք։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ։ Համ, որն արթնացնում է ախորժակ։
Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ծավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե փաթեթավորմամբ, կարմիր կծու աղացած պղպեղ, կարմիր քաղցր աղացած պղպեղ, սև աղացած պղպեղ եւ ապակե տարայով սև հատիկավոր պղպեղ, որը հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Կարինե, շարունակում ենք մեր նկարահանումները, գտնվում ենք ձեր բնակարանի խոհանոցային հատվածում, որը ձեզ ամենահարազատն է։ Ճիշտ եմ։ Այո։ Որոշեցիք հենց պարտականությունները, ճակերտավոր պարտականությունները դարձնել նաև հոբի եւ աշխատանք։ Որքան ժամանակ է ասացիք, որ զբաղվում եք բլոգինգով։ Արդեն 4 տարի։ Ինչ է ներկայացնում Մուշկարան իր հետևորդներին։ Ի սկզբանե ներկայացրել եմ հենց մատուցումը, սնունդ, ուղղակի ուզել եմ, որ իմ հետևորդները հասկանան, որ սնունդը կարող է լինել ոչ միայն համեղ, այլ կարող է նաև լինել էսթետիկ, մատուցված եւ շատ գեղեցիկ։ Ճիշտ ասած, ես համոզված եմ ավելի քան, որ իմ հետևորդների հիմնական մասը հավաքվել են հենց դրա համար, որովհետև այսօր բոլորի էջերում կարող են տեսնել սնունդ, բայց իմ էսթետիկան երևի եզակի է։ Ձեզ հետևում են ավելի շատ ռուսներ, թե հայեր։ Ճիշտ ասած, չեմ կարող ասել, բայց ինձ թվում է, որ երևի հայեր կլինեն ավելի շատ, տոկոսային հարաբերությամբ 60%-ը Ռուսաստանի մարզն է, 17%-ը Երևան, հետո նոր Ամերիկա եւ մնացած տեղերը։ Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հաղորդումը եթեր գնալուց անմիջապես հետո կարող եք մուտք գործել Չէին սպասում .am կայք, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, եթեր գնալուց անմիջապես հետո ձեր հաղորդումը նույնպես այնտեղ տեղադրված կլինի, կամ կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Սա կապված մեր մասին, իսկ ձախ կողմում ես տեսնում եմ դիպլոմ։ Ինչ դիպլոմ է դա։ Մի քանի օր առաջ մեր հայկական պասոլստվայում հրավիրված էի եւ կլուբի անդամ եմ, որ էլիտար մարդկանց կլուբ է, այսինքն ակումբ։ Այնտեղ են տվել։ Պարզ է։ Շարունակենք բնակարանային բացահայտումները, որ կողմ ենք գնում։ Ես չգիտեմ, դուք մեր այբուբենը տեսել եք, թե ոչ։ Ինչ այբուբենի մասին։ Հայկական տարրերն են։ Աստիճանների տակի հատվածում այբուբենն է։ Որոշումը լուծումը տես որոշեցինք։ Պիտի փակվեր, դե ասենք տեղա, ուրեմն ինքը հարմար տեղա է, դա այբուբեն կարալնի ու ամեն անգամ թորնիկս, արդեն երկրորդ թորնիկս արդեն սկսել է ուշադրություն դարձնել է։ Հա, իմ մուշս ու Ռուզանочкան Այսպես տարրերը իջնում են մինչև ներքև։ Թորնիկները կրթությունը ստանում են որտեղ, հայկական դպրոցում, թե ռուսական։ Ուրեմն տղան մուշը Երևանում է գտնվում, ներկայությամբ Հայաստանում ապրում, բայց Պուշկինի դպրոցը հաճախում։ Հաճախում է Պուշկինի դպրոցը, բայց սովորում է համ հայերեն, համ ռուսերեն։ Ուրեմն մի հատ էպիզոդ պատմեմ, ուրեմն մի ժամանակ որ ստեղ էինք ապրում, իրանք էլ էին ստեղ։ Ուրեմն մուշը որ սկզբից փոքր ժամանակվանից ես իր այդ միշտ հայերեն եմ խոսել։ Տանը ինքը որ մինչև 2 տարեկան արդեն հայերեն ամբողջը գիտեր, ռուսերեն չէր հասկանում։ Հետո գնաց մանկապարտեզ, ասեցի ռուսերեն, ես իր այդ պայման դրեցի։ Ասացի, եթե հանգար դու իմ հետ ռուսերեն խոսել ես, մի բառ թեկուզ, ես քո անունը փոխել եմ, դարձել եմ Վասյա։ Մուշն հանել եմ, դառնալ ես Վասյա։
ու բոլորի այդ սայթակում էր, խոսում էր ռուսերեն, բառեր ասում էր, բայց իմ հետ երբեք չէր բանանում։ Ոչ մի ասում էր, հա։ Ուրեմն մի անգամ, մի երկու անգամ ես իր այդ ռուսերեն բառեր ասեցի, ինքը արդեն իմ անունը դարձրել էր, փոխում էր, ասում էր, ես էլ քո անունն եմ փոխել, եթե դու իմ հետ ռուսերեն դա բառանես, խոսես։ Ուրեմն գնացել էր Հայաստանում էին արդեն ապրում ու եկել է հիմա հետ իր այդ ռուսերեն եմ խոսում, ասում պապիկ, ասում խես իմ հետ ռուսերեն խոսում հիմա։ Ասի մուշ ասեն ժամանակ որ դու ստեղ էիր ապրում, ասի ես ուզում եմ որ դու հայերեն լեզուն լավ հասկանար ու միշտ իմանար հայերեն լեզու, որ չմոռանար։ Իսկ հիմա ասի որ դու Հայաստանում ես, դու հայերեն լեզուն շատ լավ գիտես, ասի հիմա ասում եմ որ դու ռուսերենն էլ չմոռանաս։ Բալանսը փորձել եք պահել։ Այո։ Իսկ աղջկաս երեխան փոքր է։ Տարուկես է։ Բայց հայերեն հասկանում է։ Հասկանում է հայկական։ Արձագանքում է ամեն դեպքում հայերենին։ Անպայման։ Ամեն դեպքում գտնվում եք Ռուսաստանում եւ միևնույնն է տարանջատումների բախված կլինեք։ Ամենա տպավորիչ դեպքը, որ ունեցել եք եւ ամենատհաճ դեպքը կհիշեք, որն էր։ Հայերի եւ ռուսների։ Այո, տարանջատումների։ Ճիշտ ասած մենք երևի չենք բաբախվել նման հարցերում, որովհետեւ գլոբալ բան չի հանդիպել, չենք ունեցել, բայց անձամբ ես միշտ աջակցել եմ մինչև բլոգեր լինելս էլ եւ բլոգեր լինելուց հետո հիմա ավելի շատ ինձ հենց ձգում է ամենտեղ հայկականը, այսինքն որտեղ որ հայկականը կա բոլորը գիտեն որ այդտեղ մուշկառան կա։ Վահան ջան, ես մի բան ավելացնեմ այդ հարցի համար, ասենք մենք որ ծանոթանում ենք մոտենում ենք, զրուցում ենք, ասենք ռուսների այլ ազգի հետ մեր մոտ ընձև է ստացվում, որ ասենք միշտ ներկայացնում ենք ու ներկայանում ենք որպես լավ կողմից։ Լավ հայի ներկայացնում։ Լավ հայերն ենք ներկայացնում, որ իրենք երբեք ասենք մեզանով, ասենք իրանք ընդհանրապես կարծիքը կազմում են ամբողջ ազգի մասին։ Այդ ձև ենք ներկայացնում իրենց ներկայանում, բայց ասենք տհաճ դեպքեր, իհարկե տհաճ դեպքեր մենակ ամեն ազգի մեջ էլ կան վատը, օրինակ ես մենակ ռուսների համար չի ասի, ես նույնիսկ այդպես բաների հանդիպել եմ Հունաստանում եմ հանդիպել տես պահերի, ասենք որ մենք կարող է հայերեն խոսում ենք, մեծ կողքից նկատողություն անենք այդ լեզվով խոսում։ Դա բաներ եղել են, պահեր եղել են։ Ամենտեղ էլ դա կարող է։ Հետաքրքիր է։ Շարունակենք բացահայտել ձեր բնակարանը եւ տեղափոխվենք այն ծառային հատվածը։ Վստահ եմ Մուշեղսա նույնպես ձեր ձեռքի աշխատանքն է։ Դա, այո, դա, սա մենակ իմը չի, սա ցանկություն հայտնեց տղայիս կինը, Մուշի մաման։ Ինքը ցանկություն ունեցավ, ասաց ես ուզում եմ սենց բան, ասի կսարքենք Վարդուհի ջան, ասի աղջիկա ու սենց այս ծառը հայտնվեց այդտեղ։ Որևէ խորհրդանիշ ունի, տոհմածառ կամ ինչ-որ բան։ Չէ, ասի ընդհանրապես ինքը որպես գրքերի պահարան։ Հայ գրականություն կա այդտեղ ներկայացված, թե միայն ռուսերեն եւ ռուսական գրականություն։ Ես որ ասեմ երևի բոլորը գրականությունը երևի ձեր տաներ մեջ էլ գրականությունը արդեն ոչ մեկ ձեր չի տալի գրականությունը։ Այստեղ գրքերն է ընդհանրապես։ Ես փոքր ժամանակ շատ եմ կարդացել, բայց այն ժամանակ մենք ինտերնետ չունեինք, այդ համացանցը չկար, լույսի Նույնիսկ համացանցը թույլ տվեք ցուցադրել Մուշե Վարդանյան։ Մի քանի հատ է նույնիսկ նրա մասնակցությամբ։ Շնորհակալություն։ Բարեկամներ, ինչ եք կարծում, ինչն է պատճառը, որ մեզ մի փոքր վատ են վերաբերում Ռուսաստանի Դաշնությունում։ Դե գիտես ոնց ավելի շատ դրա պատճառը, եթե կա ինչ-որ մի բան, ընդհանրապես երևի ինչ-որտեղ մենք էլ մեղք ունենք դրա համար, որտեղ ասենք մարդիկ, եթե մի հոգի մի հատ վատ քայլ արեց, մի հանցագործություն գործեց, արդեն ամբողջի վրա են դա տարածում։ Դրա համար ասենք վատին մարդիկ ավելի շատ հակված են վատին հավատալու, քան թե լավին հավատալու։ Դա մարդկանց էությունն է, հենց մարդու էությունը դրա մեջ է։ Մարդը վատին ավելի շուտ է հավատում, քան թե լավին։ Ես չէ, մենք չունենք այդպիսի պատճառներ չունենք, որ ասենք մենք շփվելուց մեր հանդեպ ինչ-որ վատ բան ենք զգացել, չի ասի, իրոք չի ասի։ Ամեն դեպքում կախված է մենք մեզ ոնց կներկայացնենք։ Ոնց կներկայացնենք, նրանց էլ կընդունեն մեզ։ Կարին է հիմա Հայաստանում մի շարք բլոգերներ իրենց բլոգը արդեն օգտագործում են ոչ թե հանրությանը ինչ-որ նյութ տրամադրելու, այլ միայն գովազդի համար, մեծ մասամբ իհարկե ոչ բոլորի մասին է խոսքը։
Ռուսաստանում հնարավոր է բլոգերությամբ միայն աշխատել գումար։ Դա ինձ թվում է, որ մարդու անձից է գալիս։ Մարդիկ կան, ովքեր մտածում են, որ բլոգեր դառնան միայն փող աշխատելու համար, բայց դա այդպես չի։ Ես իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ եթե դուք հարցնեք էլ, հաստատ ձեզ շատերը կպատասխանեն, որ եթե ես ունեմ գովազդներ, գովազդի 100%-ով 30-ից 40%-ը ուղղակի որպես բարեգործություն, ինչը որ վերաբերվում է Հայաստանին, հայ երկիչ ներկայացնելուն, եթե նոր սերունդ է ապարի հետ կապված, ես այդ ամենտեղ կամ, այսինքն որտեղ որ հայկական կա, ես անշահախնդիր այդ տեղերում կամ։ Ու ինձ թվում է, որ դա էլ է իմ գրավականը, որ այսօր իմ անունը ինչ որ քաշ ունի։ Թանկ հաճույք է Մուշկարայի գովազդային ծառայությունից օգտվելը։ Ուզում եք գովազդիկեք։ Այո։ Ձրի կանեմ, միան հանգստացեք։ Իսկ եթե մենք չենք ուզում, այլ լրիվ անծանոթ մարդի, առհասարակ գումարի չափ չեմ ուզում նշեք, ձեր կարծիքով թանկ հաճույք է թե ոչ։ Գիտեք, նայած ում համար, կարող է մեկի համար թանկ լինի, մյուսի համար էժան լինի, բայց չէ։ Չէ։ Նորմալ է։ Շարունակենք ձեր բնակարանի Գնանք։ բացահայտումները, ուղեկցեք մեզ, որովհետև մենք ոչինչ Ինչ ենք բացահայտելու։ Չգիտեմ, դուք եք ասել։ Տեսակ մեր փորագրված դռները, մեր Մեսրոպյան, Մեսրոպ Մաշտոցը։ հա, մեր Մեսրոպ Մաշտոցը։ Այսպիսի մի բան տեսանք այլ պատկերներով Արարատներ են դե։ Արարատներ։ Դա հազարան բլբուլը։ Իսկ որտեղ է այս ամենը իրականացվում, Մուշեր, որտեղ է։ Սրբության սրբոթում։ Որն է դա։ Ներքևով բետոն մոտակ։ Հենց տան հատվածում է գտնվում ձեր արհեստանոց է թե արվեստանոց։ Նայած գործ, օրապատամ, եթե ես բանում եմ ընդհանրը ինչ որ պատուհան, ինքը դառնում է արհեստանոց, բայց երբ որ ասենք սենց գործեր, ինքը արհեստանոց է։ Այս դուռը կարելի է բացել։ Իհարկե։ Ինչ է այս դռնից այն կողմ։ Լոգարան։ Ֆանտաստիկ ուղղակի աշխատանք։ Մենք առհասարակ չենք բացում մեր հյուրերի լոգարանների Սա էլ է իր ձեռքի աշխատանքը։ սանհանգույցների դռները, բայց այստեղ չէինք կարող անտարբեր անցնել։ Քարի մշակումը նույնպես ձեր ձեռքի աշխատանքն Չէ, է։ քարը չէ, ես չեմ քարը Այս դուրն էլ է փորագրված, բայց տղաս հատուկ վերևում տեղ է թողել, որ ընտանեկան գերբ են այս դուրը։ Ներև իմաստը Դրսի դռան մասին է խոսքը։ Ստեղ էլ է խաղողի ողկույզներով։ Դա չեմ վերջացրել ամբողջը։ Այստեղ ստեղ ազատ են թողել, որ ընտանեկան գերբ Կա արդեն գերբի նախատիպը, թե դեռ ոչ։ Մշակում ենք։ Գնանք բնակարանով շրջելու։ Մեզ ուղեկցեք, խնդրում եմ, որովհետև մենք չգիտենք, թե ուր պետք է գանք։ Ուր ենք գնում։ Դուք պետք է ասեք։ Սենյակ են գնում։ Հավանաբար։ Գարան, Գնացինք։ Չենք գնում։ դեղ են պահիսակն է կարող։ Ասեմ, հա ոչինչ։ Ասեմ, որ մեր տան մեջ միակ ննջարանն է, ասենք միակ զոնան է, որտեղ որ ամուսնուս ձեռքի աշխատանքը չկա։ Գնված է ամբողջ կահույքը։ Չնեղացաք, Մուշեղ։ Չao։ Ոչ։ Ոչ, տղայս նվերն է։ Ամենահանգիստ սենյակն է։ Իսկ դիմացա աղջկաս սենյակն է, որտեղ մահճակալը եւ Արդեն ամեն ինչ ես պատշկամբը էլի Մուշեղի ձեռքի գործն է։ Դե եթե կարելի է նաև գնանք այն սենյակ Մուշեղ, եթե կա հնարավորություն ձեր արվեստանոցում գտնվելու, կխնդրեմ մեկ պտույտ գոնե կատարել այնտեղ, Անպայման կանցնենք։ որովհետև ուզում ենք հասկանալ, թե որտեղ են Անպայման։ կյանքի կոչվում այն աշխատանքները։ Անպայման։ Այստեղ ամեն ինչը պատկանում է ձեզ։ Սա արդեն ամբողջը իմ հավաքածն է, դա ես եմ։ Աղջկաս սենյակն է, հա, այս հայլին, Աղջկաս։ պահարանները, մահճակալը։ Աղջիկը ապրում է ձեզ հետ։ Ոչ, ամուսնացավ, ամուսնացավ։ գնաց, երբ որ հյուր են գալիս, այստեղ են մնում։ Նկարները ովքեր են։ Աղջիկն է, աղջիկը սա իր ընկերների խառը նկարներ են, Մուշեի։ Պարզ է։ Կխնդրեմ մեզ տալ բացառիկ հնարավորություն գտնվելու ձեր արվեստանոցում, Գնանք։ որից հետո ձեզ կասենք շնորհակալություն ջերմ զրույցի համար։ Խնդրեմ։ Տեղափոխվում ենք դեպի ներքևի հատված, ասացիք ներքևում ենք Դրսով եք գտնվում։ գնում։ Չէ, ներքևում մտնենք, հետո ներքևով։ դից սա են կոմով կմտնենք։ Որտեղով պետք է գալ։ Ներքևով։ Իշտենք ներքև անջան։
Բարի։ Մուշեղ Կարինե եղանակը անձրևային է, ես պետք է խնդրեմ, որպեսզի մենք արագ տեղափոխվենք այն հատված, որտեղ դուք իրականացնում եք ձեր աշխատանքները։ Եվ մի բան եմ ուզում հարցնել, կա հնարավորություն, ասենք սպոնտան ինչ-որ մի բան պատրաստելու փոքրիկ, ենթադրենք, ես եւ Դավիթը եկել ենք չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Կխնդրենք մի որևէ մի բան, եթե հնարավոր է, փորագրել մեզ համար։ Իմ անունի տառը փորագրի։ Բայց փորձենք Հեշտ process է դա, թե դժվարի։ Գիտես ոնց, ես օրինակ որ կողքից նայում են, մտածում են հեշտ է, ասում են դուր ես անեմ, ասում խնդրեմ, ախպեր վերցնում են ու սկսում են անել, ասում են ինչ դժվար է, ինչ դժվար է, Հունաստանում այ մետ հանդիպել է։ Կարինե, դուք չեք ցանկանում զբաղվել այս ամենով, թե կարծում եք, որ չեք կարողանա։ Ես նկարչությունից շատ հեռու եմ։ Ես կարող եմ երգել, ինքը փորագրել։ Օրինակ։ Մուշեղ աշխատելու համար ձեզ անհրաժեշտ է կատարյալ մենություն, թե նորմալ է, երբ գան մարդիկ սկսեն կողքից խորհուրդներ տալ, որովհետև հատկապես հայերը շատ են, չէ՞, սիրում խորհուրդ տալ, անկախ նրանից նրանք դա հասկանում են, թե ոչ։ Ես Վահան ջան, ես ուրեմն հանդիպել եմ, զգացել եմ ու կան մարդիկ, ինձ մոտիկ մարդիկ էլ կան, որ ասենք, եթե կողքը մարդ է լինում, երբեք գործ չի անում, սկսում են խոսակցությունից զբաղվել։ Բայց իմ մոտ այդ ձևի բանը չի ստացվում։ Ես օրինակ ասենք, եթե ինչ-որ գործ պետք է անեմ, ես այդ գործը անում եմ, դու կարաս ներկա լինես, մենք կարանք խոսենք, բայց ես էլի գործից չեմ կտրվելու, ես գործը անելու եմ։ Նույնիսկ որ ասենք ինձ կողքս մարդ կա կամ չկա, ես ամեն դեպքում ես այդ գործը անելու եմ։ Զբաղվելու եմ գործով հենց, ասենք մարդ կա, որ դու մոտը մարդ է լինում, թողում է գործը, ասենք մի քանի ժամ կարան խոսեն այդ ինթան, բայց այդ գործը կմնա։ Փայտամշակման process-ը աղմկոտ է թե ոչ։ Նայած ինչ է, փորագրելու ժամանակ աղմկոտ չի, բայց եթե ասենք ինչ որ գործիք պիտի աշխատի, իհարկե աղմկոտ է։ Հարևանները չեն բողոքում։ Չէ, ես այդ աղմուկ չեմ հանում, որ հարևանները բողոքեն։ Բարձ է։ Իսկ ինչ եք հիմա փորագրելու մեզ Ես համար։ փորձեմ մի հատ տառ գրենք, կարելի է։ Փորձեք, որ տառն եք ուզում գրել։ Դե շատ տառեր կարող գրենք մենք։ Ամեն դեպքում հաղորդումը կոչվում է չէին սպասում։ Հաղորդման սիմվոլիկայով ինչ որ մի բան միգուցե։ Կարանք գրենք հենց չենք սպասում, չէ՞։ Չէին սպասում, շատ չի լինի, երկար։ Դե արագ եմ անելու, արագի մեջ բան չի անելու ինքը։ Քանի որ այս ընթացքը բավականին աղմկոտ է եւ մենք չենք կարող զրույցը եւ գործը համատեղել, ես կխնդրեմ մի պահ դադարեցնենք նկարահանումը եւ արդեն միանանք մեր հեռուստադիտողներին այն ժամանակ, երբ փորագրությունը պատրաստ կլինի։ Չեմ սիրուն արել։ Բոլորն էլ սիրուն են լինելու, վստահ եմ։ Չէինք սպասում, չէ՞։ Չէին սպասում։ Չէին։ Մուշեղ իհարկե, եթե աղմուկը չլիներ, մենք նույնիսկ չէինք էլ դադարեցնի նկարահանումները, որպեսզի մեր հեռուստադիտողներին պարզ լիներ, թե որքան տևեց այս ամենը, չտևեց նույնիսկ 3 րոպե, կարելի է ասել։ Հա, սա շատ պրիմիտիվ, շատ հասարակ ինչ-որ գործ է, սենց։ Ահա։ Չէին սպասում 17/04/2025, այո, մենք նկարահանումները իրականացնում ենք ապրիլ ամսին, իհարկե եթերը կլինի մի փոքր ավելի ուշ։ Շնորհակալություն այս գեղեցիկ հուշանվերի համար։ Մի վայրկյան։ Նույնիսկ վերամշակում կա։ Դե կարելի է մի քիչ մոմով, մեղրամոմով։ Թանկ նվերա, յուղ ենք նոր տանք։ Դե իրականում այո, թանկ նվեր է մեզ համար, որովհետև ձեռագործ աշխատանք է եւ Սա աշխատանք չի, բան չէ։ Սա հոբի է, ժամանակ։ Հա, սա ինքը իրանից ինչ-որ բան չի։ Մեզ համար թանկ է ամեն դեպքում։ Դրսի հատված կխնդրեմ տեղափոխվենք, այնտեղ նկատեցինք այս ընթացքում։ Խնդրեմ, Վահան ջան։ Շնորհակալություն, Մուշ, շնորհակալություն, Կարա։ Կարա։ Իսկ իրականում շնորհակալություն Մուշ է, շնորհակալություն Կարին է։ Միշտ ուրախ կլինենք ձեզ, որպես հյուր հանդիպել, տեսնել մեր ընտանիքում, մեր օջախում։ Դրսի հատվածում արծվի պատկեր կար պատին։ Դա մեր Սարդարաբադի հուշակոթողի շարունակությունն է, արծիվն է։ Մյուս հատվածում ոչինչ չի նախատեսվում, ինքնին ձախ կողմում։ Փայտային ինչ-որ մշակումներ պիտի լինի, ես առաջարկեցի 2 հատ անենք, բայց դա ասենք արծիվը արծիվին չի նայելու։ Այո։ Հա,
Ոնց որ ասենք մի հատը տեղադրեցինք ընդամենը ու վсё։ Ու վերջ։ Բարեկամներ, շնորհակալություն ձեզ այս հրաշալի օրվա համար, շնորհակալություն այս գեղեցիկ զրույցի համար, որովհետև մենք իրոք գոտեպնդված եւ հպարտության զգացումով ենք հեռանալու ձեր տնից, հայապահպան վիճակը։ Շատ ուրախ կլինենք, եթե մեզ կընդունեն ոնց որ կանք, ոնց որ ասեցինք, իրոք բոլորը ճշմարտություն։ Ուրախ կլինենք բոլորին էլ տեսնելու, համագործակցելու, օգնելու, հանդիպելու, դուք էլ համեցեք հաջորդ անգամ ոչ թե նկարանումներով, այլ կարանք նստենք, հանգստանանք, խորոված, հայկական թոնիրեի մեջ իհարկե։ Սիրով ունենք։ Երբ կտեսնենք ձեզ Հայաստանում։ Երևի ամառը, հա, ամռանը։ Ամռանը կտեսնենք ձեզ Հայաստանում։ Դե, շնորհակալություն գեղեցիկ զրույցի համար։ Շնորհակալ, համեցեք։ Մինչև ձեզ հրաժեշտ տալը ուզում եմ ձեզ հարցնել մի բանի մասին։ Ինչպիսին է Հայաստանի վիճակը ըստ ձեզ, որպես դրսից հայացք։ Հայաստանի վիճակը։ Այո։ Թվում է, որ Հայաստանի վիճակը ավելի բարվոք էր, քան կար, դեպի լավը հուսով եմ։ Տեսլականը ինչպիսին է, ինչպիսին եք տեսնում։ Պայծառ ապագա։ Պայծառ ապագա։ Միայն անպայման։ Ատամներով էլ պիտի պահենք, հասնենք մեր պայծառ ապագային։ Մենք Աստծո հաճո ազգ ենք։ Իրոք Աստծո հաճո ազգ ենք մենք։ Մենք պիտի հասնենք դրան, միասնականությամբ։ Շնորհակալություն բարեկամներ, մենք իրոք հեռանում ենք այստեղից հպարտության զգացումով եւ գոտեպնդված։ Միշտ համեցեք, միշտ պատրաստ ենք։ Լավ մնացեք, հաջողություն։ Ստեսություն ձեզ։ Տեսություն։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Բարձրակարգ եւ հատնտիր ձավարեղեն Մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Շիրակավյա, հարմարավետություն, հուսալիություն եւ ջերմ մթնոլորտ յուրաքանչյուր չվերթի ժամանակ։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными. Նախ եւ առաջ շատ շնորհակալություն Մուշեղին եւ Կարինեին ջերմ ընդունելության համար։ Միանշանակ չեմ կարող դա չփաստել, որովհետև իրոք ամեն ինչ հրաշալի էր եւ մթնոլորտը տիպիկ հայկական ավանդական հյուրընկալ մթնոլորտ էր։ Մեզ մի պահ կարծես թե Հայաստանում զգացինք։ Վստահաբար։ Կարոտը տարավ տուն, որովհետև տան զգացողությունն ապահոված էր յուրաքանչյուր անկյունում, թե Սարդարապատի անկյունում, թե խաղողներով գեղեցիկ ձևավորումները, թե Այբուբենը։ Այո։ Իսկ ձեզ հետ Վահան Միրաքյանն էր։ Եվ ինչպես միշտ Դավիթ Վարդանյանը։ Մնացեք խաղաղ։ Հաջողություն։